Տերը օրհնի մեզ, այսպես եմ վերնագրել խոսքը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, գործերն էլ խոսում են։ Գործեր լայն իմաստ ունեցող հարց է սա։ Մարդը երբեմն գործեր միայն ֆիզիկական աշխատանքն է համարում, այո, դա էլ է գործ է պահվածքը, խոսքը, վերաբերմունքը, դրանք գործեր են, որոնք նույնպես խոսում են, դիմացինը ինչ անձնավորություն է, արդարություն սիրող է, թե չար մարդ է, նրա պատմածը, նրա զրույցները, ասենք, կամ ժամանակի անցկացնում ինչ զրույցների թեմաներ ունի հիմնականում, սրանք էլ են գործեր, որոնք խոսում են նրա նաև այդ անձի ով լինելու մասին, նաև կարող են ազդեցություն ունենալ շրջապատի մեջ, եթե մարդիկ արթուն չլինեն, չար խորհուրդներ, չար գործեր անողներին հետևեն, կգնան չար ճանապարհի մեջ եւ վնասներ կքաշեն։ Արդարության հետևողներ արդարության օրհնություն կունենան։ Օրհնի մեզ Աստված, մենք կարողանանք բարին լավը վերցնենք, իհարկե բարին լավը վերցնելն էլ հեշտ չէ։ Պիտի հաղթես ինքդ քեզ, որովհետև երբեմն զոհաբերություն է պահանջվում քո կողմից, ուրանաս քո անձը, պահես արդարությունը։ Տերը զորացնի մեզ բոլորիս։ Ղուկասի ավետարանում մի դեպք եղավ 5-րդ գլխում 4-ից մինչև 11 համարը կկարդամ։ Սա այն պահն էր, որ Տեր Հիսուսը նոր սկսեց գործել, այսինքն սկզբնական գործելու ընթացքն էր, երբ որ Գալիայի լճի ափին էր, կոչվում էր նաև Գենեսարետ այդ լիճը, որ այդ լիճը շատ զուգ ձկներ ուներ եւ ձկնորսություն էին անում ժողովուրդը, այդ ձկնորսության գործնեության մեջ էր Սիմոնը իր եղբոր հետ, նաև Հովանեսը, Հակոբոսը եւ Հովանեսը եղբայրներ։ Տեր Հիսուսը այդ լճի ափին էր եւ երկու նավակ կար այդտեղ, նավակների մեկի մեջ նստեց եւ որը Սիմոնինն էր, այսինքն որ անվանվեց Պետրոս, եւ ասեց մի քիչ խորը տար նավակը։ Կարծես մի բեմ ստեղծվեց, ջրի ափերը, չէ, լճի ափերը բարձրունքով են, բարձրանում են, լանջ ունեն իրենց դիմաց եւ լճի վրայից խոսում էր Հիսուսը, խոսելուց հետո վերջացնելուց հետո 4-րդ համարից կարդամ, երբ որ խոսելը դադարեց, Սիմոնին ասեց. «Նավը դեպի խորը տար եւ ձեր ուրկանները գցեք որսի»։ Սիմոնը պատասխանեց ասելով. «Վարդապետ, բոլոր գիշեր աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ»։ Երևում է, որ որոշակի ճանաչողությունն էր Տիրոջ հանդեպ եւ պատիվ էր տալիս Տիրոջը, որովհետեւ ամբողջ գիշեր որս արեցին, իսկ ցանցով ձուկը բռնում են գիշերը, ոչ թե ցերեկը, ձկները ցերեկը խորտն են իջնում, որպեսի լույսը որ բացվում է, գիշատիչ կենդանիները իրենց տեսնում են, որսում են։ Դրա համար ցերեկը խորտն են իջնում, գիշերն են բարձրանում ջրի մակերևույթին մոտիկ, այնտեղից ջրի երեսին նստած միջատներ կուտեն, մոծակներ կուտեն, ասենք կարող են ցատկել ջրի վրայով, բարձրանալ իջնել օդից օգտվել, նրանց ուրկանով հեշտ է բռնել գիշերը, բայց ցերեկը ուրկանով ցանցով բռնելը չի լինի, որտեղ խորն է իջնում, ձուկը խորն է իջնում, բայց ասում է Պետրոսը. «Տեր, որ դու ես ասում, դա կանեմ»։ Սա խոսում է, որ ինչ որ չափ վստահություններ, հարգանք ուներ Տիրոջ Հիսուսի հանդեպ, թեև նոր էր իրեն Հիսուսին ճանաչում, նոր ճանաչելու քայլերն էր։ Երբ որ այս արեցին, այսինքն ուրկանը գցեցին, ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին եւ նրանց ուրկանը պատառվում էր, եւ նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որ գնան իրենց օգնեն։ Եվ նրանք եկան եւ երկու նավը լցրին, մինչեւ որ թաղվում էին, սուզվում այնքան ծանր էր, բեռը շատ, որսը շատ էր եղել, որ երկու նավն էլ քիչ է մնում սուզվեին։ Սիմոն Պետրոսն էլ տեսնելով ընկավ Հիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. «Ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, ով Տեր, որովհետեւ ահ պատեց նրան եւ ամենքին էլ, որ նրա հետ էին, այն ձկների որսի համար, որ բռնեցին, այնպես էլ
Զեբեդիայի որդիներին Հակոբոսին եւ Հովանեսին, որ Սիմոնի ընկերներն էին, եւ Հիսուսը Սիմոնին ասեց. «Մի վախենար, այսուհետև մարդիկ որսող կլինես»։ Եվ նավերը հանեցին ցամաքը, ամեն բան թողեցին եւ Հիսուսի ետևից գնացին։ Շատ մարդիկ, երբ որ իրենց կյանքում նմանատիպ հրաշքներ է կատարվում, ով որ պատմում են, պատմելու մեջ տեսնում ես ոնց որ իրենց մեծար են։ Ուշադրություն դարձրեք։ Պետրոսի պատմել է այս հրաշքը, որ կատարվեց, ինչն է փոխանցում Ղուկասին։ Ղուկաս այդտեղ չէր, Ղուկասի ավետարանից են կարդում։ Ղուկաս այդ պահին այդտեղ չէր։ Պետրոս այդ դեպքը տեսնելով ինչ որ չափ ավելի հասկացավ, որ սա մի սովորական անձ չէ, արդար մեկն է։ Նաև բնությունն էլ հնազանդվում է նրան։ Ցերեկով մենք ուրկանով որս արեցինք, որը դա չի լինում։ Եվ այնպիսի մի որս, որ երկու նավեր լցվեցին ձկներով, սա մի բնական բան չէր, սա հրաշք էր։ Եվ ոչ թե զմայլված էր, որ ձկնորսությամբ ձուկ բռնեցին, դե նրանց ապրուստն էր, չէ՞ սա։ Ոնց որ մեկ ասի, հավատացի Հիսուսին պարտքերիցս պրծա, փառք Աստծո, պարտքերից լրիվ փակեցի։ Այո, դա էլ է վկայություն։ Բայց Պետրոսն ասում է. ես մեղավոր մարդ եմ, ինչ է պատմում։ Ես հասկացա իմ դիմացին արդար է, ես տեսա իմ մեղավոր լինելը։ Սա էլ է գործ։ Խոսում է ինչ տեսակ մարդ է Պետրոսը։ Նաև իր ընկերները պատահական մարդիկ չէին, որ հետևեցին Հիսուսին եւ արժանացան առաքյալներ լինելու։ Այսօր մարդիկ դժվարանում են մեղք դատապարտել։ Եղել են մարդիկ, որ փորձանքի մեջ են, դժվարության մեջ, հիվանդության ցավի մեջ, կիսվում են, խոսում, պատմում են իրենց ցավը, հարց ենք տալիս, օգնում ենք, որպեսզի տեսնեն այն պատճառները, որի պատճառով եղել էր այդ ցավն հիվանդությունը, սխալները իրենց կյանքում սխալ առաջնորդվելը, սխալ քայլեր կատարելը, լսում են, լուռ են։ Այստեղ ոչ մի բան չբացատրեց Պետրոսին Հիսուսը։ Ինքը Աստծո հոգու ներգործությամբ տեսավ իր մեղավոր լինելը եւ ասում է ես արժան չեմ, որ իմ ներկայության մեջ լինես, դու արդար ես։ Ուշադրություն եք դարձնում, ինչ է խոսում Պետրոսը, ինչ է պատմում։ Զմայլված չէր, որ իր ապրուստերը, իր հոգսերը հոգացները, այլ իր մեղավոր լինելը գիտակցեց եւ փոխանցում է մարդկությանը։ Պատմում է Ղուկասին, Ղուկասը սա գրում է, Պետրոս այսպես պատմեց այս դեպքից հետո իր ներսում ինչ կատարվեց, ինչ մի հասկացողություն ունեցավ Աստծուց։ Աստված զորացնի մեզ։ Մենք այստեղ Պետրոսից սովորելու բան ունենք, մյուսներից, ասում եմ, նմանապես մյուսներն էին անում դա։ Տեր Հիսուսը բարձրացրեց Պետրոսին, ինչպես մի վախենար։ Դերը չասեց, քո մեղքերը անտեսվեց։ Ոչ, դա չի ասում։ Այո, մեղքը մնում է մեղք։ Այո, մեղավոր ես, բայց թողություն շնորհեց Տերը։ Մի վախենար, այսուհետև մարդիկ որսող կլինես, այլ նաև ավելին եւ թողություն շնորհեց եւ մարդիկ դու կբերես դեպի Աստված։ Չարի ձեռքից կառնես, կորսաս, դեպի Աստված կբերես։ Մարդիկ փրկություն կունենան, կազատվեն կորուստից, քո աշխատանքով, այսպիսի մարդ կդառնաս։ Նրանք այդ ամեն ինչը բերեցին ափին հասցրեցին, նավակները թողեցին, ասում է, եւ հետևեցին Հիսուսին, թե մի ծառաներին, թե տանիքի միս անդամներին թողեցին։ Հարցը չի, բայց հարցը սա է ավելի, որ շտապեցին հետևել Հիսուսին։ Ավելի կարևոր համարեցին սա։ Շտարվեցին, հաջողություն ստացանք, բավարարվենք դրանով, Տերը մեզ ասելու բան ունի։ Այս հրաշքը խոսում է նրա մասին, որ այս անձնավորությունը յուրահատուկ մարդ է, յուրահատուկ անձնավորություն է, նրան պիտի հետևել։ Նրա համոզված եմ, որ դեռ Հիսուսի աստվածությունը խորապես չէին կարող հասկանալ միայն այդ կարճ պահի մեջ,
Բայց քանի որ եղածածը գնահատեցին, ետևեցին, առավելին հասան, առավել ճանաչողության հասան, հետևելով Հիսուսին, առավել հասկացան, որ նաև Հիսուսն Աստված է, նա է Քրիստոսը, ավելին բացվեց նրանց։ Գործերն էլ խոսում են, Տեր Հիսուսի գործը խոսում է նրա մեծության մասին, այս հրաշքն էլ խոսում էր Տիրոջ մեծության մասին, որ հասկացավ Պետրոսը, Պետրոսի վերաբերմունքը, վկայությունը, ինչ է վկայում, խոսում է նրա մասին, ինչն է գնահատում, ինչպիսի անձնավորություն եմ այս մարդը։ Ես կարող եմ նրան օրինակ վերցնել։ Երբ որ Աստված ինձ ողորմություն անում, օգնում է, իմ մեջ պիտի երկյուղ արթնանա դեպի Աստված, ոչ թե վերցնեմ այդ օրհնությունը ու բավարարվեմ դրանով, տարվեմ այդ օրհնությունով, ես դեպի Աստված պիտի գնամ, շարունակեմ քայլերս, սա խոսք էր ինձ, Աստված բան ասեց ինձ, հասկացրեց ինձ։ Իմ կյանքում էլ այդպես եղել, ես որ պատմել եմ ձեզ, անկախ ինձանից Պետրոսի նման եմ պատմել, երբ որ իմ երեխային բժշկում էր, մինչև թեև այդ ժամանակ ես լսել էի Հիսուսի մասին, խնդրեցի ինձ ների ու ինձ օգնի իմ երեխային բուժի։ Ես որ պատմել եմ, ես հիշում եմ, որ պատմում էի ավելի շատ իմ մեղավոր լինելու գիտակցումը, թե ուրախացա, որ իմ երեխայից բժշկեց, նաև ուրախացա, որ ես հասկացա ով եմ եւ ուր էի գնում, եթե Աստված ինձ չկանգնեցներ։ Շատ հոգևորներ տարվում են, երբ որ Աստծուց օգնություն են ստանում։ Տեսեք Պետրոսը Քրիստոսին հետևելով պատմում է Հիսուսի մասին իր նամակում։ Առաջին նամակը երկրորդ գլխի 24-25 համարները կարդամ։ Տեքստում խոսվում է Հիսուսի մասին, ասում է, որ ինքը, այսինքն Տեր Հիսուսը, մեր մեղքերն իր մարմնում խաչապայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Ընտրությունը սա է, նաև ոչ միայն մեզ համար է գրում, ցույց է տալիս ինչ է ընտրել։ Նրանով արդարացա եւ արդարության ճանապարհով պիտի գնամ։ Գնացեք, գնանք հոգնակի ասում, արդարության համար ապրենք, որ նրա խոցերով արժանացանք բժշկվելու, որովհետև մոլորված ոչխարների պես էինք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների հովիվը եւ տեսուչը։ Այո, գոնե հերվից եւ այստեղ ներկաներիս համար կարող ենք ազատ ասել, այո, մեզ հնարավորություն է տվել, որ մենք ճանաչենք մեր փրկչին, մեր հոգու փրկություն շնորհողին, մեզ համար հսկում կատարող Հիսուսին։ Կուզեմ Ասափի Սաղմոսից կարդամ։ Ինչպես ասեցի, որ գործ է նաև մարդը ինչ է խոսում։ Սա անկել են գործ եւ այս աշխատանքով Ասափը ուզում է իր ազգին, իր որդիներին, իր թոռներին, նաև իր ազգին օրհնություն փոխանցել այս աշխատանքով, այս գործով։ Ասափի Սաղմոսը 108 Սաղմոսն եմ կարդում։ 1-ից 7-րդ համար մինչև 7-ը կկարդամ հələ։ Ականջ դիր իմ օրենքին, ով իմ ժողովուրդ։ Եվ ձեր ականջները խոնարհեցրեք դեպի իմ բերանի խոսքերը։ Ես առակով կբանամ բերանս, դուրս կբխեմ խրթին բաներ հին ժամանակից։ Այն որ լսեցինք եւ ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ, մենք նրանց չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը եւ նրա զորությունքն եւ հրաշքները, որ արեց, պատմում ենք, մեր հայրերը փոխանցեցին մեզ, մենք փոխանցում ենք պատմելով մեր որդիներին։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ եւ օրենք դրավ Իսրայելի մեջ, այն որ պատվիրեց մեր հայրերին, որ սովորեցնեն իրենց որդկանցը, վկայությունները, օրենքները, Աստծո արած գործերը, սովորեցնեն իրենց որդկանցը, որպեսզի իմանա նոր սերունդը այսինքն այն որդիկը, որ կծնվեն, վեր կենան եւ իրենց որդկանցը պատմեն, նրանք էլ շարունակեն այս գործը, որ նրանք իրենց հույսը Աստծո վրա դնեն եւ չմոռանան Աստծո
գործերը եւ նրա պատվիրանքները պահեն։ Ասում է, ինչ որ տվեց Աստված, ինչ որ արեց, փոխանցեք ձեր որդիներին, ինք օրհնեք ձեր որդիներին։ Ինչ որ Աստծուն ճանաչեցնող գործեր էր, փոխանցեք, որ նրանք կարողանան հավատալ Աստծուն։ Երկու կարևոր հարցի վրա է անդրադառնում Ասափը։ Այս Սաղմոսում պատմում է Աստծո գործերը, նաև ասում է շատերի մոտ հարց կար, որ Աստված Իսրայել ժողովրդին հանել էր, ապա ինչու նեղություն, դժվարություն, փորձանքների մեջ ընկան։ Խրթին բաներ էին, բացահայտում է պատճառը նաև, իրենց հայրերի շեղվել Աստծո ճանապարհից, դա էլ է պատմում։ Նպատակը որն է, որ պատմում է։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, 7-րդ համարն ենք ասել, 7 եւ 8 կկարդամ, նպատակն է պատմելու, որ որդիները, ասում են, նրանք իրենց հույսը Աստծո վրա դնեն եւ չմոռանան Աստծո գործերը եւ նրա պատվիրանքները պահեն եւ իրենց հայրերի նման չլինեն խստավիզ եւ դառնացնող ազգ, որ իր սիրտը չպատրաստեց եւ նրա հոգին հավատարիմ չէ Աստծո վրա։ Անհավատարմություն չանեն, իրենց վրա աշխատեն մեր որդիները, պատմեք, միջև անգամ մեր հայրերի արած սխալները պատմեք, որ իրենց հայրերին չնմանվեն։ Ասափը պատմում է իր հայրերի վատ արարքները, անհավատարմությունը, անհավատությունը, որպեսզի իր սերունդը, իր որդիները Աստծուն հավատան, նույնը չանեն։ 9 համարից կարդամ. Եփրեմի որդիքը, որ զենք հագած աղեղնավորներ էին, ետ դարան պատերազմի օրումը։ Աստծո ուխտը չպահեցին եւ մերժեցին նրա օրենքի մեջ գնալը, եւ մոռացան նրա գործերը եւ նրա հրաշքները, որ ցույց էր տվել նրանց։ Ինչ դաս է թողնում։ Ոնց որ այսօր ասես, շատերը ծառայության մեջ էին, մանավանդ այսօրվա ծառայությունը գիտեք, վտանգով լիքը։ Դիմեցին աղոթք քարեք մեզ համար, որ Աստված մեզ փրկի։ Այդ աղոթքին իրենք էլ էին դիմում Աստծուն, սահմաններում կանգնած, մեզ ների Տեր Աստված, մեզ ողորմություն արա, պահի ողջ առողջ հասցենք մեր տուն ընտանիքը։ Եվ շատերին Աստված փրկեց, եկան հասան, մոռացան Աստծուն։ Դա էլ էր ուխտ, որ որոշել էին հետևել Աստծուն, բայց մոռացան։ Թողեցին Աստծուն, որ աղոթում էին, դիմում էին մարդկանց, որ իրենց համար աղոթեն։ Իհարկե զինվորներ կային, որ ապաշխարեցին ծառայության մեջ, հոգիները հանձնեցին Աստծուն, թեկուզ դեպքեր եղավ, զոհվեցին, բայց հասկանում ես փրկվեցին, չկորան, ապաշխարած գնացին երկինք, փրկեց Աստված։ Սակայն ոմանց հնարավորություն տվեց ողջ առողջ հետ գան, որ այստեղ այս քաղաքացիական կյանքում ապաշխարեն, բայց շատերը մոռացան Աստված ինչից էր իրենց ազատել։ Մեկ այլ օրինակ է բերում, որպես դաս որդիներին պատմում Ասափը, նրանց հայրերի առաջին հրաշքներ արեց Աստված Եգիպտոսի երկրում, Տայանիսի դաշտումը։ Նա ծովը պատառեց եւ անցկացրեց նրանց, եւ ջրերը պարսպի պես կանգնեցին, իրենք ծովի միջով անցան։ Ցերեկ առաջնորդեց նրանց ամպի սյունով եւ ամեն գիշերը կրակի լույսով։ Ցերեկը հով էր անում անապատում, դուրս եկան ծովի մյուս ափը, անապատ տարածք էր։ Հով էր անում, գիշերը ամպիսյուն, կրակի մի սյուն, լույս էր անում եւ գազանները, գիշատիչները այս ժողովրդի մեջ չէին մտնում, ժողովուրդը լույս ունեին, ապահովություն, մի հսկողություն այս ժողովրդի համար։ 15 համարն եմ հասել։ Վեմը պատառեց ժայռ, ապառած ժայռ։ Վեմը պատառեց անապատում եւ խմեցրեց նրանց ինչպես շատ հեղեղ։ Ջուր չկա անապատում, ժայռից ջուր տվեց։
Եթե կարդացած լինեք այդ դեպքերը, հիշեք, Մովսեսը Աստծո խոսքից առաջնորդված գավազանով խփեց ժայռին եւ ժայռը ջուր բխեց։ Արուներ հանեց վեմից եւ ջրեր վայր բերավ գետերի պես, բայց եւ այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ եւ դառնացրին բարձյալին անապատում ու փորձեցին Աստծուն իրենց սրտում կերակուր խնդրելով իրենց անձերի համար։ Շատերը իբրև խնդրում են, բայց փորձելով, հəl տեսեք ինչ ձև են մոտենում։ Աստծո դեմ խոսեցին եւ ասեցին. «Միթե Աստված սեղան կարող է պատրաստել անապատում»։ Ահա վեմին զարկեց, Մովսեսը վեմին զարկեց եւ ջրեր բխեցին եւ արուներ դուրս թափվեցան։ Միթե հաց էլ կարող է տալ, միթե միս կպատրաստե իր ժողովրդի համար։ Անհավատության ուղղակի ակնհայտ քայլ, գործ։ Ու Ասապը պատում է, որ իր որդիները նույնը չանեն։ Ինչ է, քիչ բան է ժայռից ջուր դուրս գալը։ Ո՞վ է տեսել ժայռից ջուր դուրս գա։ Անապատի մեջ մի ժայռ բարձրացած, որտեղից է այս ջուրը։ Սա Աստծո ձեռք էր։ Ո՞վ էր տեսել անապատում մի ապահովություն հով, ամպի պես մի բան իրենց ծածկի հովանի, գիշերը լույս լինի, այդ իրենց աչքի առաջին միթե կարող է հաց տալ, միթե կարող է միս տալ, իբրև աղոթք են անում, բայց սա փորձել էր նշանակում, սա ինչ հավատքի արտահայտում է։ Տեսեք, շարունակությունը սրա համար լսեց Տերը եւ խիստ բարկացավ եւ կրակ բորբոքվեցավ Հակոբի մեջ եւ բարգություն վեր կացավ Իսրայելի վրա, որ չհավատացին Աստծուն եւ չհուսացան նրա փրկությանը։ Աստծո մեջ բարկություն արտնացավ, բայց այդ բարկությունը դեռ արտնացավ Աստծո մեջ, բայց չարտահայտվեց դեռ, ուշադրություն դարձրեք, դեռ չի արտահայտվել։ Նա վերևից հրաման տվավ ամպերին եւ երկնքի դռները բացվեցան եւ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա, կերակուր տեղաց, եւ երկնքի ցորենը տվավ նրանց։ Մարդ հրեշտակների հաց կերավ, մյուս թարգմանությունում ասում է զորավորների հաց կերավ, երկնքից մանանա, քաղցրահամ գաթայի պես հաց էր դառնում, նա կերակուր ուղարկեց նրանց առատությունով։ Նա երկնքում վեր կացրեց արևելյան քամին եւ իր զորությունով մոտ քշեց հարավային քամին եւ միս թափեց նրանց վրա, ինչպես փոշին եւ թևավոր թռչուններ, ինչպես ծովի ավազ։ Լորամարգիներ բերեց Աստված, մթնշաղ գալիս էին ամբողջ բանակի շուրջը, հեշտությամբ բռնվում էին։ Սրանք այն տեսակ թռչուններ են, որ մի քիչ մութ էր լինում, լավ չէին տեսնում, հեշտությամբ բռնվում էին։ Եվ նրա բանակի մեջ գցեց նրա բանակների 4 կողմովը եւ կերան եւ խիստ կշտացան եւ իրենց ցանկությունը տվավ նրանց։ Իրենց ցանկությունից չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններումն էր, Աստծո բարկությունը դուրս եկավ նրանց վրա եւ սպանեց նրանց պարարտներիցը եւ գետնով զարկեց Իսրայելի երիտասարդներին։ Այսուամենայնիվ էլի մեղանչեցին եւ չհավատացին նրա հրաշքներին եւ նա պակասեցրեց նրանց օրերը ունայնության մեջ եւ նրանց տարիները ահուվախով անցավ։ Սա փոխանցում է այս պատմությունը Ասապը իր ժողովրդին, իր որդիներին, որ իրենց հայրերի նման վատ բան չանեն, անհավատություն չգործեն, Աստծո առաջին հավատարիմ լինեն, հավատան Աստծուն։ Ի վերջո Աստծո գործերը, որ պատմվում էր, այս ամեն հրաշքները պատմում էր, որ ճանաչեն իրենց Աստծո մեծությունը, զորավոր լինելը, վստահեն նրան, որ ապրեն, հավատքով աղոթել կարանան։ Նաև պատմում էր իրենց հայրերի մեղքերը, անհավատարմությունը, որ չասեն թե բա ինչու մեր հայրերը հավատացին Աստծուն ու անապատում ընկան, նրանց օրերը կարճացրեց Աստված։ Եգիպտոսից դուրս եկած 20 տարեկանից վերևը չմտավ Քանանի երկիր։ Ինչու? Որովհետև բարկացրին Բարձրյալին, նեղացրին նրան։
վշտացրին նրան իրենց անհավատությամբ։ Պատմենք ձեր որդկանցը, որ նույնը չանեն։ Այսօր մեր ժամանակն է։ Սպասում է կարծես թե մի նոր անապատի մեջ մտնելու ժամանակաշրջան, Աստծուն ճանաչելով պիտի ապրենք։ Սրա համար, որպեսզի մեզ պատրաստի Աստված, երբեմն հաճախակի եւ հաճախակի Աստծո մարդիկ խոսում են այն մարդկանց մասին, որ թեկուզ մեզանից էին, բայց այսօր մեզանից չեն եւ չարախոսություն են անում, վատ են պահում։ Շատերը կասեն, ախր, հա, լուր ու մունջ լսում եմ, եղբայրները շատ են խոսում որոշ մարդկանցից, որ ինձ ազգական է, մեկի եղբայրն է, մեկի հայրն է, մեկի քույրն է, շատ են խոսում։ Ասապն ինչ է ասում այս աղմոսով, էդի դու պիտի խոսեիր։ Ասապ սա է ասում, Ասապն ինքն է խոսում իր հայրերից։ Ու ինչու համար, որ մեր որդիքը հավատան Աստծուն, անհավատության մեջ չընկնեն, նրանց չնմանվեն։ Ասապը նաև այս աղմոսը գրելով մեզ սա է ասում, դա դու պիտի ասեիր, ոչ թե հələ մի հատ էլ նեղվես ասողներից։ Հասկանում եք ինչի անում Ասապը։ Նպատակը Ասապի։ Այս պատմում են, ասում է, որ մեր որդիքը իրենց հույս Աստծո վրա դնեն, չմոռանան Աստծոն գործերը եւ նրա պատվիրանքները պահեն, իրենց հայրերին չնմանվեն, խստավիզ եւ դառնացնող ազգ։ Այս նույն վիճակի մեջ չհայտնվեն։ Դժվարության օրերում կարողանան Աստծուն հուսալ, նրա խոսքը պահել, սրա համար պատմեք։ Այս գործը խոսում է նաև Ասապի մասին։ Ինչ տեսակ մարդ է սա։ Սա օրինակ է նաև մեզ համար, որ այդ տեսակ մարդ լինենք մենք։ Աստծուն հավատարիմ, Աստծո ճանապարհը ընտրած մարդ։ Երբ որ մենք խոսում ենք, թեկուզ ես դեպքեր կա խոսում պատմեմ իմ ընտանիքին, որ իմ ընտանիքի առաջին ես խալարարտներ եմ արել, դա էլ եմ խոսում։ Եվ շատ դեպքեր եղել մենք այստեղից էլ ենք խոսել։ Որպեսզի մեր սխալներն չկրկնեն։ Այլ օրհնվեն։ Այսօր Աստված բարի բաներ է տվել նաև մեզ, որ բարի բաները օրինակ վերցնեն։ Նաև ձեզ է տվել, որ բարի բաները անեք։ Ճշմարտության համար կանգնեք, սիրեք Աստծուն։ Ճշմարտություն խոսեք։ Ասում է, ձեր տնից կլինեն ձեր թշնամիները։ Այսինքն ինչ թշնամի։ Մարդ, որ ուզում է ինձ դիտավորությամբ սպանել, կարծես թե ոչ, այդպես չի։ Դիտավորությամբ քեզ չի ուզում սպանել, բայց արի ու տես այո։ Խոսում են բաներ, հարցեր, որ հավատքդ կոտրեն, հոգիդ սպանել, անհավատության մղել։ Խոսում են բաներ, թեմաներ, որ Աստծուց ուղարկված մարդ, որ Աստծո մասին քեզ պիտի հայտնի, նրանից քեզ կտրել, հոգիդ են սպանում։ Թշնամիները տնից կլինեն։ Եվ դու մտածում ես, որ այսօր, երբ որ խոսում են այդ չար աշխատանքը տանող մարդկանց մասին, քեզ են ցավացնում, ոչ, քեզ օրհնում են։ Ասապը մեզ օրհնեց, իր սերունդին օրհնեց, դատապարտում էր ամեն սխալարարք, որ հայտնի չէր իրենց որդկանցը, ինչու մեր հայրերը անապատում ընկան, բացատրեց, ինչու ընկան։ Դու նույնը չանես, որ անապատում դու չընկնես, հավատարիմ մնաս Աստծուն։ Քո գործերն էլ քո մասին է խոսում։ Աստված քեզ օրհնի, բոլորիս օրհնի, աղոթք անենք։